Բարի լույս, սիրելիներ, տարին մոտենում է ավարտին և բազմաթիվ հարցումներ ունենք, յուրաքանչյուր մեկս ինքներս մեզ։ Բազմաթիվ վերլուծելու խնդիրներ ունենք մեր առջև տրված։ Դեռևս չլուծված խնդիրներ, որ մեզ հետ միասին անցնելու են հաջորդ տարվան։ Բազմաթիվ այլ պահանջներ այս կյանքի, որ մտածում ենք արժե լինել, արժի ունենալ, արժե կազմակերպել։ Մի խոսքով, այս կյանքը լի է հազար ու մի հարցերով ու խնդիրներով, որոնք մեզ ավելի ամուր են դարձնում, որոնք մեր կյանքում փորձառության և փորձության շրջան են դառնում, բայց ամենակարևոր բանը սերն է, որովհետև չկա քրիստոնեություն առանց սիրո։ Եթե մենք չենք սիրում Աստծուն, մնացած բաները դառնում են ոչ թե երկրորդական, այլ բացարձակապես անկարևոր։ Այս իմաստով, սիրելիներ, մեր Տեր Հիսուս Քրիստոս դաս տվեց Պետրոս առաքյալին իր ուրացումից հետո, և այդ հատվածը կուզեմ ընթերցել ձեզ համար։ Հովհաննեսի 21-րդ գլուխ։ Երբ ճաշեցին, Հիսուսը հարցրեց Սիմոն Պետրոսին. «Սիմոն, որդի Հովնանուի, սիրում ես ինձ ավելի, քան դրանք»։ Նա ասաց նրան. «Այո, Տեր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց. «Արածեցրու իմ կառներին»։ Երկրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ»։ Նա ասաց նրան. «Այո, Տեր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց. «Արածեցրու իմ ոչխարներին»։ Երրորդ անգամ հարցրեց. «Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե սիրում ես ինձ, ու նրան պատասխանեց. «Տեր, դու ամեն ինչ գիտես, դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրու իմ ոչխարներին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր, ուր որ կամենայիր։ Սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, և ուրիշները քեզ գոտի կկապեն ու կտանեն, ուր որ չես կամենա»։ Այս ասաց նշելով, թե ինչ մահով պիտի փառավորի Աստծուն, և երբ այս ասաց, ավելացրեց. «Արի իմ հետևից»։ Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ։ Այսօր, սիրելիներս, մեր Տեր Հիսուս Քրիստոս այս հարցումը կարող է անել յուրաքանչյուր մեկիս, տարեվերջյան հարցում է, ասելով, որ արդյոք սիրում ես ինձ։ Եթե սիրում ես, եկող տարի մի նոր առաքելություն ունես անելու, մի բան ունես անելու, որ ես պիտի քեզ հանձնարարեմ։ Ուրեմն, սիրելիներս, եկեք այսօր այս տարեվերջյան օրերին մի նոր ուխտ անենք Տիրոջ հետ, կամ թարմացնենք այն ուխտը, որ սիրո ուխտ է, ասելով, որ Տեր, ամեն ինչից վեր է այն սերը, որ ունենք քո նկատմամբ։ Ասելով, որ մեզ համար ամենակարևոր բանն է սիրով քո ներկայությունը մեր կյանքի մեջ, որովհետև եթե կա սեր, կա նաև հարաբերություն, կա նաև կապ, կա նաև շփում, և դա ամենակարևոր բանն է մեր կյանքում։ Եվ թույլ տանք Տիրոջը եռագի այս հարցմանը, եռագի էլ վստահությամբ պատասխանել, որ այո Տեր, մենք սիրում ենք քեզ, և այդ սերն է, որ մեզ դարձնում է պատրաստ եկող տարին և մեր կյանքը ավելի լավը դարձնելու։ Բարի և խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։